Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք քթային արյունահոսության մասին։ Առողջ երեխաների մոտ հատկապես 4-5 տարեկանից հետո քթային արյունահոսություն հաճախ է դիտվում, որը պայմանավորված է քթի անատոմիական առանձնահատկություններով։ Լևոն, արի պատկերացնենք, որ քո մոտ քթային արյունահոսություն է։ Նախ ինչ ենք անում։ Չենք խառնվում, ճիշտ է։ Իսկ հետո հաջորդ գործողությունը թեքում ենք գլուխը դեպի ցած եւ քթի փափուկ աճառային հատվածից ամուր սեղմում ենք։ Կարելի է նաեւ ծոծրակի հատվածում սառը թռչոց դնել։ Ուշադրություն, չի կարելի գլուխը ետ տանել։ Այս դեպքում մեզ թվում է, որ մենք բարեհաջող դադարեցրել ենք արյունահոսությունը, այնինչ արյունահոսությունը կարող է շարունակել եւ երեխան այն թմպանով կուլ տալ։ Այսպիսով հիշում ենք, քթային արյունահոսության դեպքում գլուխը կախ, քթի փափուկ հատվածները ամուր սեղմած։ Սովորաբար արյունահոսությունը այս դիրքով դադարում է 5-ից 10 րոպե անց։ Ուշադրություն, եթե ձեր երեխան փոքր է 2 տարեկանից կամ կատարված գործողությունից հետո արյունահոսությունը չի դադարում կամ կրում է հաճախակի բնույթ, այդ դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի, բացառելու համար քթի խոռոչի հիվանդությունները կամ արյան մակարդելիության խնդիրները։